Միզապարկի քաղցկեղը ամենահաճախ հանդիպող ուրոլոգիական ուռուցքային հիվանդություններից է։ Առաջացման հիմնական ռիսկի գործոններից է ծխելը, որը կանանց մոտ 20-ից 30%, իսկ տղամարդկանց մոտ 50-ից 65% դեպքերում հանդիսանում է միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառ, ինչով էլ պայմանավորված է տղամարդկանց մոտ տվյալ հիվանդության ավելի բարձր հանդիպման հաճախականությունը։ Ամենահաճախ հանդիպող կլինիկական ախտանիշներից են հաճախացած ցավոտ միզարձակությունը, արյունամիզությունը, իսկ ավելի ուշ փուլերում հիվանդության տարածվածության դեպքում կոնքային շրջանի ցավերը, ցավը գոտկային շրջանում։ Շատ կարևոր է նշել, որ ժամանակին բժշկի դիմելու պարագայում ուռուցքային հիվանդությունից ձերբազատվելու եւ լիովին ապաքինվելու շանսերը մեծանում են։ Ուստի վերոնշյալ գանգատներից յուրաքանչյուրի դեպքում պետք է անհապաղ դիմել ուռոլոգի։ Նշված ախտանիշները ինքնուրույն չեն վերանում, քանզի ուռուցքային պրոցեսը ունի պրոգրեսիվելու, տարածվելու հակում։ Ավելի ուշ փուլերում հայտնաբերման դեպքում բուժումը կարող է լինել ոչ արդյունավետ, իսկ լիարժեք ապաքինման շանսերը նվազագույն են։